Բարև ձեզ, նոյեմբերի 25-ի օրվա լրահոսի կարևոր նորություններն է ներկայացնում Հորիզոն լրատվականը։ Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ժամանակավոր կառավարիչի հետ։ Ռոմանոս Պետրոսյանը մանրամասներ է ներկայացրել հետցում հայտնաբերված հնարավոր չարաշահումների, ստվերային շրջանառության եւ համակարգային խնդիրների վերաբերյալ։ Քաջատեղեկ եք վստահաբար վերջին շրջանում, քանի որ որոշակի հավելագրումների, թերգրանցումների փաստեր հայտնաբերեցինք մեր ուսումնասիրության արդյունքներում, ինչի հիմամբ նաև քրեական վարույթները նախաձեռնվել, նաև այդ փաստերը դրվեցին լիցենզիայից զրկվելու այն կարևոր 6 կետերից մեկի հիմքում։ Դուք նկատի ունեք այդ, այսինքն հավելագրումներ, որ իրականում սպառված էլեկտրաէներգիայից ավել չափեր են գրանցվել եւ այո, տեսեք, միջինացված այս տարվա պլանով ՀՑԿ-ն սահմանել է 7%, մինչև 7% թույլատրելի կորուստի շեմ։ Դա մուտք եղած արտադրողներից էլեկտրաէներգիայի քանակը եւ սպառված էլեկտրաքանակի տարբերությունն է։ 7%-ը, այսպես ասած, ընդունելի կանոնակարգված սահմանաչափն է, ինչից ներքև որոշակի ցուցանիշներ կային եւ ասեմ, որ ի սկզբանե ինձ համար տարօրինակ թվացին այդ թվերը, քանի որ միջազգային վիճակագրությունը առաջավոր երկրների երբ ուսումնասիրում ենք, մենք այդ ցուցանիշով գտնվում ենք top 50 երկրների ցանկում, հարևանությամբ Ֆրանսիայի, Դանիայի, Շվեդիայի, ինչը շատ զարմանալի էր, չունենալով տվյալ երկրների նման ենթակառուցվածքներ, ինձ համար տարօրինակ էր, որ նման ցուցանիշներ են, այսպես ասած, նկարվում հետցում, եւ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ շատ դեպքերում կամ արևային կայաններից ինքնաբար էլեկտրարտադրողների արտադրած էլեկտրաէներգիաներ թեր գրանցվում, այսինքն ավելի մեծ քանակի էլեկտրաէներգիա էր մղվում ցանց արտադրողների կողմից, քան հաշվարկում եւ վճարվում էին վերջիններս եւ սպառողների կողմից, ընդ որում պետական եւ համայնքային ընկերությունները շատ մեծ թիվ են կազմում, ում վրա հավելագրումներ էին տեղի ունենում։ Այդ փաստերով նաեւ վերջին օրերին այսինքն X կազմակերպությունը կամ անհատը ծախսում Y թվով էներգիա, բայց իրականում վերջում վճարում վերցնում ենք Y պլյուս ինչ-որ մի բան։ Եվ դրա հաշվին կորուստները նաև նվազեցնում են, բայց դրանից ստացվում է, որ քաղաքացիներից էլ լրացուցիչ գումար են գանձում։ Այսինքն մի կողմից կորուստներն են նվազեցրել, մյուս կողմից քաղաքացիներից ավել գումարներ են գանձել։ Այդտեղ կա նաև երրորդ ռիսկը, որոշակի քանակի էլեկտրաէներգիայի ստվերային շրջանառության արդյունքում որոշակի մոնետիզացիայի նաև գործարքներ կարող էին տեղի ունենալ։ Էլեկտրաէներգիայի ստվերային վաճառք, ստվերային շրջանառություն, այո, ստվերային գումարներով նաև 1.5 տասնյակից ավելի քրեական վարույթներ են այսպես նախաձեռնված, նաև տեսուչի կալանավորում ունենք ցանցերից մեկում, ով հավելագրում էր արել համայնքային ոչարեղեն կազմակերպության հաշվիչին 1 միլիոնից ավելի գումարի էլեկտրաէներգիա եւ դրանով եւ տեխնիկական կորուստները նվազեցնում, մոտեցնում, մոտարկում սահմանված ցուցանիշին 7%-ին, ինչպես նաեւ հանրության կամ պետական ու համայնքային հիմնարկների հաշվին գեներացնում են որոշակի ստվերային շրջանառության էլեկտրաէներգիա։ Այսինքն պետական հիմնարկների հաշվին ավել հոսանքի սպառած հոսանքի ավել տվյալ են։ Այո, ավելին էր վճարում պետբյուջեն, քան իրականում սպառել է տվյալ հիմնարկությունը կամ այսինքն ինչ հիմնարկների մասին է խոսքը։ Համայնքային կամ դպրոցի շենքեր կարող են լինել, բժշկական կենտրոնը կարող է լինել, կոմունալ տնտեսության հողակներ մեծամասամբ, քաղաքների, մեր բնակավայրերի գիշերային լուսավորության ցանցերի վրա են ահռելի հավելագրումներ արվել եւ հավելագրումների ծավալը ընդհանրական, որ ասեմ, արդեն իսկ հայտնաբերված եւ փաստաթղթավորված անցնում են մի քանի միլիոն կիլովատ-ժամ քանակները։ Միջինացված դա կարելի է բազմապատկել միջին սակագնով 50 դրամով, օրինակ, մի քանի տասնյակ միլիոն դրամի յուրացում մեքենայությունների բյուջեն կստանա։ Բայց դրանք հայտնաբերված փաստացի ֆիքսվածներն են։ Փաստաթղթավորված եւ քրեական վարույթներն նախաձեռնված եւ ՀՑԿՀ կողմից վարույթի շրջանակներում ուսումնասիրված եւ հաստատված են։ Ոստիկանության եւ քննչական կոմիտեի ծառայողները կասեցրել են այս տարվա ընթացքում արդեն 4-րդ հանցավոր Զանգեզուրի կենտրոն գործունեությունը։ Հայտնաբերվել են հանցավոր կազմակերպության անդամներ, որոնք Հայաստանի եւ այլ երկրների քաղաքացիներ են, ինչպես նաեւ նրանց օգտագործած համակարգչային տեխնիկա։ Ներկայացնենք մեր գործընկերների տրամադրած տեսանյութը։
Ոստիկանության եւ քննչական կոմիտեի ծառայողները հանցավոր զանգերի կենտրոնում անսպասելի խուզարկությունն իրականացրին նոյեմբերի 20-ին։ Միջոցառման հաջողությունը մեծապես կախված էր նաեւ անսպասելիությունից։ Իսկ հանցավոր զանգերի կենտրոնի վերաբերյալ տեղեկությունը քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել էր ավելի շուտ։ Կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ ձեռնարկած միջոցառումներով պարզել էր, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ Արաբկիր վարչական շրջանում վարձակալել էին կոմերցիոն նշանակության տարածք եւ այդ տարածքում տեղակայել էին զանգերի կենտրոնների համար նախատեսված համակարգչային տեխնիկան։ Հետագայում ձեռնարկած միջոցառումներով պարզվեց, որ այդ զանգերի կենտրոնը ուներ հանցավոր ուղղվածություն եւ նախատեսված էր առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություններ կատարելու համար։ Հանցավոր կազմակերպության անդամներն իրավապահ մարմինների օպերատիվ տեսադաշտում չհայտնվելու նպատակով նախապես արտաքինից քողարկել էին հիշյալ տարածքը, ձեռնարկել անվտանգության միջոցներ, ինչից հետո միայն իրականացրել անձանց հավաքագրում եւ հանցավոր գործունեության մեխանիզմի յուրացման նպատակով վերապատրաստման դասընթացներ։ Այսպիսով ապահովել էին համացանցային հեռախոսազանգերի եւ հեռահար հասանելիությամբ օգտագործվող համակարգիչների կիրառմամբ օտարերկրյա պետություններում գտնվող քաղաքացիների ֆինանսական միջոցների հափշտակության համար բարենպաստ պայմաններ։ Իդեպ Հայաստանում գործող նմանատիպ հանցավոր կազմակերպությունները փոխկապակցված են այլ պետություններում նույն հանցավոր մեխանիզմը կիրառող հանցավոր այլ կազմակերպությունների հետ, որոնք իրենց հերթին թիրախավորում են մեր հանրապետության քաղաքացիներին, եւ այստեղ հայտնաբերված ամեն հանցավոր զանգերի կենտրոնի գործունեությունը կասեցնելը նշանակում է հանցատեսակի կանխարգելում նաեւ մեր քաղաքացիների համար։ Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հնարավոր եղավ պարզել նշված հանցավոր զանգերի կենտրոնի մեջ ներգրաված յուրաքանչյուր անձի դերակատարությունը, այն կեղծ հարթակների տվյալները, որի միջոցով վերջիններս թիրախավորում էին օտարերկրյա քաղաքացիներին, ինչպես նաև այն կրիպտոդրամ բանակների հասցեները, որոնք օգտագործվել են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները կանխիկացնելու համար։ Հանցավոր կազմակերպության անդամներն ունեին նաև իրավապահ մարմինների անակնկալ այցելության ժամանակ համակարգիչներում առկա էլեկտրոնային ապացույցների ոչնչացման հստակ ուղեցույց։ Նաև այս հանգամանքը հաշվի առնելով նոյեմբերի 20-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության եւ քննչական կոմիտեի ծառայողներն իրականացրին անսպասելի խուզարկություն եւ մանրակրկիտ ծրագրված մուտք գործողությունների շնորհիվ հանցավոր կազմակերպության անդամներին չհաջողվեց ոչնչացնել քննության համար առանցքային ապացուցողական նշանակություն ունեցող էլեկտրոնային տեղեկությունները։ Խուզարկության ժամանակ հայտնաբերվել են հանցավոր կազմակերպության անդամներ, որոնք Հայաստանի եւ այլ երկրների քաղաքացիներ են, ինչպես նաեւ նրանց օգտագործած համակարգչային տեխնիկան։ Ձեռք բերված փաստական տվյալների շրջանակում քննչական կոմիտեում իրականացվում են համապատասխան վարույթային գործողություններ, հանցավոր կազմակերպությունում ներգրավված բոլոր անձանց քրեադատավարական կարգավիճակը որոշելու ուղղությամբ։ Քրեական ոստիկանությունն էլ իրականացնում է ակտիվ համագործակցություն օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների հետ հանցավոր կազմակերպության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով։ Նմանատիպ հանցավոր զանգերի կենտրոնների բացահայտման աշխատանքները կրում են շարունակական բնույթ եւ ցանկանում եմ հորդորել մեր քաղաքացիներին, եթե ստացել եք նմանատիպ զանգերի կենտրոններում աշխատելու առաջարկ, պարզապես մերժեք այդ առաջարկները հետագայում քրեական պատասխանատվությունից խուսափելու համար եւ կխնդրեմ, որպեսզի այդպիսի տեղեկություններ ունենալու դեպքում դրանք փոխանցեք իրավապահ մարմիններին։ Այսօր ժամը 12-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գյումրիում պլպլան ժամի մոտ գտնվող տներից մեկում։ Այրվող փայտաշեն տանիքից կրակն արագ տարածվել է, ինչի հետևանքով հարևան 3 տների տանիքներ եւս հրդեհվել են։ Հրդեհի բարդությամբ բիսմեկ կանչով դեպքի վայր է հասել մարզային փրկարարական վարչության Հրշեջ փրկարարական ջոկատի 5 մարտական հաշվարկ։ Հրդեհաշշման աշխատանքներին ներգրավել է նաեւ 1 ջրատար։ Հրշեջները կանխել են հրդեհի տարածումը հարևան մի քանի տասնյակ տներ եւս։ Տուժածներ չկան, փրկարարները Տերյան 7 հասցեի տնից անվնաս դուրս են բերել տարեց կնոջը։ Ժամը 14:50-ին արդեն հրդեհը մարվել էր։ 4 հարակից տների այրված տանիքների մակերեսը կազմել է մոտ 500 քառակուսի մետր։ Տներից մեկում տանիքից բացի ամբողջությամբ այրվել էր գույքը։ Անվտանգությունից ելնելով թաղամասի գազային էներգամատակարարումն անջատվել էր։ Հրդեհի փրկման նախնական վարկած կամ պատճառ մարզային փրկարարական վարչությունը չի հայտնում մինչև դեպքի վայրի զննության եւ նախաքննության ավարտը։
տանը չենք եղել։ Սատրոդնիկի եմ չես կներեք, որ ռուսերեն է, ռուսախոս եմ։ Մտել են, բացել են դուռը, կիսուրից հանել են, կիսա, ասպես մեծ էինք, էլի հազիվ քայլում էր, հանեցին փարկածով։ Գրիշն է սաղ վառել է, դեղից գնացել է այս կողմը քանիտուն իրար հետևում։ Մերը 200 քառակուսի մետր տարածք է, սաղ գրիշը բալկեկով սաղ վառել է։ Ներսը չեմ մտել, ճիշտն ասած չգիտեմ։ Այնտեղ հնարավոր չէր մտնել, որտեղ ժողովուրդը աշխատում է այնտեղ։ Տանիքը փայտից չէր, շիֆեր էր, բայց բալկեկը փայտից է պարզը, որ վառիչ բնի։ Տոկերը եմ չես անջատել էր, գազը անջատել էին, ոչ մի բան չկար։ Ուղղակի այդպես պաժարը տարածվել, հրդեն տարածվել էր։ Մեզնից չի եղել, իրար հետևից գրիշները կպել են, տանիքները կպել են։ 2025 թվականի համար Գյումրին հաստատված սուբվենցիոն ծրագիր չունեցավ, բայց գրած ներկայացրած փաթեթ եղել է կոմունալ ծառայության տեխնիկայի ձեռքբերման, խաղահրապարակների, պուրակների կառուցման եւ 18 փողոցների հիմնանորոգման վերաբերյալ։ Դրանք 2026 թվականին նախատեսված փաթեթի հետ նորից կուղարկվեն կառավարություն։ Հիմա փողոցներ նորոգվում են 2024 թվականի ծրագրով 20-ից 13-ի ասֆալտապատումն ավարտել են։ Գծի հետև թաղամասի Գարեգին առաջին փողոցի 150 մետրի նորոգումն ավարտում են։ 2024 թվականին հաստատված ծրագրով այս ամռանը սկսած գործը վերջին հասավ աշնանը։ 5 կոմունիկացիոն ցանցն ամբողջությամբ փոխել են, նոր մայթեր են կառուցել։ Նորոգված փողոցին առայժմ պակասում են գծանշումները եւ երթևեկության նշանները։ Դրանք կարևոր են, դպրոցի ճանապարհ է նաեւ։ Հիմա այս պահին կատարվում են բարձունների ֆասկեկի հանում եւ զնակների նշանների տեղադրում։ Ու այս պահին փողոցներում կատարվում է բոլոր այսինքն աշխատանքը։ Շուրջ 22-րդական փողոցների հիմնանորոգումը 2024-ից հաստատված ծրագիր էր, բայց որևէ աշխատանք չմեկնարկեց 1 տարի առաջ։ Փողոցաշինական սուբվենցիոն փաթեթը գործնականում սկսեց աշխատել միայն այս տարի։ 20 փողոցից 13-ում նորոգումներն ավարտված են։ Որոնք որ ասֆալտապատման աշխատանքները ավարտվել են, կիսատ է մնում, ուրեմն գծանշումները, փողոցային երթևեկության կարգավորման նշանների տեղադրումը չի կատարվել եւ ուրեմն փողոցային լուսավորությունը։ Դրանք կհասցնեն ավարտել մինչև տարվա վերջ, իսկ այն փողոցներում, որտեղ գործը դեռ ասֆալտապատմանը չի հասել, անավարտ կթողնեն արդեն 2026 թվականին կառուցելու համար։ Կառավարության որոշմամբ արգելվում են նոյեմբերի 15-ից հետո ասֆալտ-բետոնի աշխատանքները։ Շահինյանը ծրագրում եղած այն 5 փողոցներից մեկն է, որտեղ շինարարը կիսատ է թողնելու գործը։ Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ հարցերով փորձագետ Կնյազ Մանասյանը հաջորդ տարվա նախատեսումները հաշվի առնելով նշեց, թե փողոցաշինությունում աշխատանքի ծավալներն ավելանալու են։ 2025 թվականի սուբվենցիոն փաթեթով հաստատված 18 փողոցների, իսկ 26 թվականի համար գրած ծրագիրը եւս 20 փողոցով եթե հաստատվի, ուրեմն ծավալները կեռապատկվեն։ Քանի որ 24 թվականին աշխատանքներ չկատարեցին, 24 թվականի ծրագիրը տեղափոխվեց 25 թիվ։ 25 թիվը մեխանիկորեն գնաց 26 թիվ, բայց 26 թվականի համար մենք նոր ծրագիր պիտի մշակեինք, այսինքն մենք 26 թվականին կունենանք 2 ծրագիր։ Այս սա է պատճառը, որ 26 թիվը բավականին ծանրաբեռնված կլինի քաղաքի ուրեմն փողոցաշինության հարցում։ Սուբվենցիայից բացի քաղաքային բյուջեի հատկացումներով են գործեր անում։ Քաղաքի կենտրոնական մասում Սայաթնովա փողոցից մինչև Ռիշկովի Ճեմա փողոց մայթերին նոր սալիկներ են շարել։ Բանուկ մայթերը մոտ 3 ամիս է քանդած են, բայց սալիկապատման աշխատանքների շատը գնացել, քիչն է մնացել։ Իսկ նորավան կոչվող թաղամասի Լազոյի փողոցում փոսային նորոգումները շինարարը դեռ չսկսած դադարեցրել է։ Դպրոցի թեմից է փորերն եկան։ Այդ օրը շատ լավ աշխատում, դից հետո չկան, չգիտեմ։ Չեկան, որովհետև ինչպես հետո պարզվեց, Լազոյի փողոցը հիմնանորոգվելու է պետական բյուջեի միջոցներով։ Գյումրի Արևիկ Այգաբաց Վարդաքար մարզային նշանակության մոտ 10 կիլոմետրանոց ճանապարհի 1.5 կիլոմետրն անցնում է Լազոյի փողոցով։ Դրա համար քաղաքապետարանը օգոստոսից դադարեցրել է ընթացիկ նորոգումները։ Մենք մի օր ենք ընդհանրապես աշխատում, ծրագիրը երբ որ սկսեց, բնականաբար դադարեցրեցինք, նկատունով ինչ իմաստուն էր
այդ փոսը մենք այսօր լսենք, վաղը շինարարը ամբողջությամբ շինարարը մոտ 40-50 սանտիմետր խորությամբ հանում է։ Լազոյի փողոցում կոմունիկացիոն խնդիրներ եւս կան։ Կոյուղացանցը հին է, 1.5 կիլոմետր երկարության կոյուղատար խողովակները նորացնելու փոխելու համար ոչ թե քաղաքային, այլ պետական բյուջեից նախատեսված է 100 միլիոն դրամ հատկացնել։ Արևիկ Այկաբաց Վարդակար ճանապարհի 1.5 կիլոմետր երկարության հատվածին Լազոյի փողոցի հիմնանորոգման հերթը կհասնի հաջորդ տարի։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնականում անցկացվող մշակութային ու բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի անդամ պետությունների գլխավոր ասամբլեայի 25-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ։ Հայաստանը գրանցել է լավագույն արդյունքը ստանալով հնարավոր 161-ից 105 ձայն։ Ստանձնելով համաշխարհային ժառանգության կոմիտեյում անդամակցությունը Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ուղղված մշակութային եւ բնական ժառանգության պահպանության, պաշտպանության եւ վերականգնման, ինչպես նաեւ համաշխարհային ժառանգության կոնվենցիայի հիմնանար սկզբունքների առաջմղման գործում միջազգային ջանքերի խթանման։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքում մտահոգված են Վրաստանի զարգացումներով։ Մարկ Ռյուտեն հայտնել է, որ Վրաստանը այդ մասին տեղյակ է եւ հավելել է, որ Վրաստանի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է դիտարկել ավելի լայն Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։ Վրաստանի զուգահեռ տեսնում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Այստեղ կարծես իրավիճակը շատ ավելի լավ է, այդ թվում շնորհիվ նախագահ Թրամփի հայտարարել Ռյուտեն։ Միջազգային լրահոսին հետևեք տեսաշարով։ Ուկրաինական կողմը գնահատում է Ժնևում ուկրաինական եւ ամերիկյան պատվիրակությունների միջև արդյունավետ եւ կառուցողական հանդիպումները, ինչպես նաեւ նախագահ Թրամփի շարունակական ջանքերը պատերազմը դադարեցնելու համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։ Նա նշել է, որ պատվիրակությունները եկել են ընդհանուր համաձայնության Ժնևում քննարկված համաձայնագրի հիմնական կետերի վերաբերյալ, եւ Ուկրաինան այժմ հույսը դնում է իր եվրոպացի գործընկերների աջակցության վրա հետագա քայլերը ձեռնարկելու հարցում։ Ումերովի խոսքերով իրենք ակնկալում են, որ նոյեմբերին հնարավորինս շուտ կազմակերպվի Ուկրաինայի նախագահի այցը Միացյալ Նահանգներ, վերջնական փուլերն ավարտելու եւ նախագահ Թրամփի հետ համաձայնության հասնելու համար։ Ռուսական կողմը հայտարարել է, որ պաշտոնական խողովակներով չի ստացել Ուկրաինայի կարգավորման ծրագրի նախագիծը, բայց պատրաստ է քննարկել փաստաթղթի կոնկրետ ձևակերպումները։ Մենք դա ունենք, բայց ոչ պաշտոնական խողովակներով, այն մեզ պաշտոնապես չի փոխանցվել, բայց մենք պատրաստ ենք, ինչպես ասաց նախագահը, քննարկել կոնկրետ ձևակերպումները, որովհետև այնտեղ մի շարք հարցեր պարզաբանման կարիք ունեն։ Մինչ օրս մենք մեր ամերիկացի գործընկերներից չենք ստացել ծրագրի այն տարբերակը, որի մասին լրատվամիջոցները ենթադրություններ են անում։ Սերգեյ Լավրովը նշել է, որ Ռուսաստանն ակնկալում է, որ Միացյալ Նահանգները շուտով կտեղեկացնի իրեն Ուկրաինայի եւ Եվրոպայի հետ խորհրդակցությունների արդյունքների մասին։ Ռուսաստանը Միացյալ Նահանգներից ակնկալում է պլանի այն տարբերակը, որը նրանք միջանկյալ են համարում Եվրոպայի եւ ուկրաինացիների հետ համաձայնեցման փուլում։ Նախարարը նաև ասել է, որ Ռուսաստանը գնահատում է Միացյալ Նահանգների նախաձեռնողականությունը ուկրաինական հակամարտության կարգավորման գործում։ Ռուսաստանի նախագահի խոսնակն էլ հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագիծը կարող է շատ լավ հիմք հանդիսանալ բանակցությունների համար։ Ներկայում միակ հստակ փաստը ամերիկյան նախագիծն է, Թրամփի նախագիծը։ Մենք կարծում ենք, որ դա կարող է լինել շատ լավ հիմք բանակցությունների համար, եւ մեր նախագահն էլ այդ մասին խոսել է։ Մենք նախկինի պես հավատարիմ ենք այդ տեսակետին։ Դմիտրի Պեսկովի խոսքերով Ռուսաստանի ղեկավարությունը հասկանում է, որ ամերիկացիների եւ ուկրաինացիների միջև բանակցությունները շարունակվում են։ Մենք հասկանում ենք, որ հրապարակված տեքստում որոշ ճշգրտումներ են կատարվում։ Մենք հասկանում ենք, որ նախկինում մեր կողմից ոչ պաշտոնական ստացված տեքստը այժմ փոփոխվել է։ Պեսկովն ասել է, որ կգա այն պահը, երբ ամերիկացի գործընկերները կապ կհաստատեն իրենց հետ եւ Ռուսաստանը պաշտոնապես կստանա որոշակի տեղեկատվություն։ Մինչ այդ իրավիճակը ռուս-ուկրաինական ռազմաճակատում բարդ է։ Ուկրաինան հայտարարել է, որ ռուսները 464 անօդաչուներով եւ տարբեր տեսակի 22 հրթիռներով զանգվածային հարձակում են իրականացրել երկրի տարբեր շրջանների ուղղությամբ։
Ուկրաինայի գրեթե բոլոր շրջաններում հայտարարվել է օդային տագնապ, լսվել են պայթյունի ձայներ։ Մայրաքաղաք Կիևում գիշերային հարձակման հետևանքով վնասվել կամ մասամբ ավերվել են բնակելի շենքեր։ Հաղորդվում է 7 զոհի եւ 20 վիրավորի մասին։ Փրկարարական ծառայությունների տվյալներով այս թվերը կարող են աճել, քանի որ կան տեղեկություններ, որ փլատակներում կարող են մարդիկ լինել։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքերով մայրաքաղաքի որոշ շրջաններում գիշերային հարձակման ժամանակ էլեկտրաէներգիայի եւ ջրամատակարարման խափանումներ են գրանցվել։ Օդեսայի մատսների հարձակման հետևանքով վնասվել են էներգետիկ օբյեկտներ եւ նավահանգստային ենթակառուցվածքներ, բռնկվել են հրդեհներ։ Հաղորդվում է 6 վիրավորի մասին։ Թիրախավորվել են նաեւ Դնեպրի, Խարկովի, Չեռնիգովի եւ Չերկասիի շրջանները։ Ուկրաինական կողմը նաև հաղորդել է, որ հարվածներ է հասցրել Ռուսաստանի տարածքին։ Ռոստովի մարզում օդային հարձակման հետևանքով զոհվել է 3, վիրավորվել առնվազն 10 մարդ։ Կրասնոդարի երկրամասի Նովորոսիսկ նավահանգստային քաղաքում անօդաչուների հարձակման հետևանքով 4 մարդ է վիրավորվել, վնասվել են բազմաբնակարան շենքեր։ Գելենջիկում էլ հաղորդվում է վնասված մասնավոր տների եւ 1 վիրավորի մասին։ Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից ոչնչացված գրեթե 250 անօդաչուների մասին։ Թիրախում են եղել Կրասնոդարի, Ռոստովի, Բրյանսկի, Կուրսկի, Բելգորոդի եւ այլ մարզեր։ Գերատեսչությունից նաեւ հայտնել են, որ ռուսական ստորաբաժանումներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Իվանոպոլ բնակավայրը։ Հեռախոսով բանակցություններ են վարել Միացյալ Նահանգների եւ Չինաստանի նախագահները։ Դոնալդ Թրամփն ու Սի Ցզինփինը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը, ֆենտանիլի, սոյայի հետ կապված հարցեր։ Truth Social-ում Թրամփը նշել է, որ երկու երկրների միջև համաձայնագրերի իրականացման գործում գրանցվել է նշանակալի առաջընթաց եւ իրենք այժմ կարող են կենտրոնանալ ավելի լայն հարցերի վրա։ Կողմերը պայմանավորվել են շարունակել կանոնավոր շփումները։ Սպիտակ տան առաջնորդը հայտարարել է, որ ընդունել է 2026 թվականի ապրիլին Չինաստան այցելելու Սի Ցզինփինի հրավերը։ Ամերիկացի առաջնորդը Սին հրավիրել է Միացյալ Նահանգներ։ Ակնկալվում է, որ Չինաստանի նախագահն առաջիկայում կայցելի Վաշինգտոն։ Ավստրալիայի Քվինսլենդ քաղաքին հարվածել է հզոր փոթորիկ, որի հետևանքով ավելի քան 77,000 բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Ըստ Energex էլեկտրացանցերի ընկերության գրանցվել է կայծակի ավելի քան 525,000 հարված։ Թայլանդի հարավային շրջաներում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևները դարձել են հեղեղումների պատճառ։ Առնվազն 19 մարդ զոհվել է։ Ամբողջովին հեղեղվել է Հատիայի քաղաքը։ Այստեղ ջրի մակարդակը հասնում է 1,5-ից 3 մետրի։ Քաղաքի իշխանությունները սկսել են բնակչության եւ զբոսաշրջիկների ամբողջական տարհանումը։ Տարհանման աշխատանքներին միացել են Թայլանդի ցամաքային զորքերն ու ռազմածովային ուժերը։ Մասնագետների տվյալներով սա վերջին 300 տարվա ընթացքում ամենահորդառատ անձրևներն են։ Անահիտ Հակոբյան, Հորիզոն։ Հասկանալի ժամի լրահոսում ծանոթացեք նորությունների ժամը 20-ին։